Ազգային ժողովը աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հռչակագրին, ողջունում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, կարևորում ձեռք բերված համաձայնությունը, ասվում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ ներկայացված խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագծում։ Այն քննարկվեց արտահերթ նիստում։ Հայտարարությունը ներկայացրեց Հայկ Կոնջորյանը։ Նրա խոսքով խորհրդարանը պետք է փաստաթղթով արձանագրի երկու երկրների միջև հաստատված խաղաղությունը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ։ Ընդդիմությունը, որը մինչև արտահերթ նիստի մեկնարկը հեռացել էր նիստերի դահլիճից, ավելի ուշ հայտարարություն է տարածել, նշելով, որ մեծամասնության հայտարարությունը չի ապահովում հայ ժողովրդի կենսագործունեության նվազագույն պահանջները, այն որակելով նվաստացուցիչ։ Գեղամ Նազարյանին հետաքրքրում էր Կոնջորյանի կարծիքը ընդդիմության դիրքորոշման մասին։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի պետության գլխավոր շահն է։ Այդ թե ինչու խաղաղությունը, այդ գլխավոր շահը չի համընկնում Հայաստան դաշինքի եւ խորհրդարանական ընդդիմության շահի հետ։ Դա նրանք չեն համարում խաղաղություն։ Ուրեմն պետք է ընդհանրապես մտածել, այս մարդկանց իրական շահը ո՞րն է։ Հենց հիմա իրենց բացակայությունը այստեղ ինչի մասին է խոսում, որ իրենք չունեն փաստարկ։ Չունեն, կռվան չունեն։ Խնդրում եմ բացատրեք։ Փոխադարձ առավելություններ ասելով մենք ինչ նկատի ունենք։ Անխոչնդոտ այն տրամաբանության, որ մենք այսօր նաև այլ երկրների հետ ունենք անխոչնդոտ հաղորդակցություն։ Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ առավելությունների, նորից եմ ասում, այն ինչ որ վերաբերիլ է կլինի մեզ Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով անցնելու դեպքում, նույնը վերաբերելի կլինի մեզ համար Ադրբեջանի տարածքով մեր անցման դեպքում։ Իսկ այսպես կոչված Միջանցքի թեման վերջնականապես փակվել է Վաշինգտոնյան հռչակագրից հետո։ Դրա արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի տարածքում ստեղծվելու է Թրամփի ուղի, մի ճանապարհ, որտեղ կոմունիկացիաները ապաշրջափակվելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սահմաններում, հայտարարեց Կոնջորյանը։ Իսկ հայտարարությունը եւ ձեռք բերված համաձայնագիրը ոչ թե նվաստացման, այլ զարգացման մասին են, հայտարարեց Գեղամ Նազարյանը։ Իսկ դուք հեչ եղել եք բանակում երեխա ունեցող ծնող քերի, հորեղբայր, հորքուր, որոնք ամեն անգամ կես մարդ չէ, զորամոչ մեկ մարդ էին դառնում, երբ որ իրենց երեխան 15 օրով պետք է մարտական հերթապահության լիներ կամ 3 շաբաթով։ Այդ օրերը ինչպես է անցնում այդ ծնողի համար, ինչ է լինում։ Ես չեմ խոսում դեռ պատերազմի մասին, մարտական գործողությունների մասին։ Ես խոսում եմ այն խաղաղության օրերի մասին, որ ասում ենք խաղաղություն է եղել այսքան տարի։ Այդ մարդկանց հոգեվիճակը, առողջությունը։ Ես ուզում եմ մտովի մի 5 տարի առաջ գնաք, խաղաղությունը իմիջիալոց բարեդրացական հարաբերությունների հաստատումն է հարևանների հետ։ Մի հոգի կարող էր հայ հասարակության մեջ պատերազմից առաջ խոսել բարեդրացական հարաբերությունների մասին։ Մի հոգի ամբողջ ներքաղաքական դիսկուրսը, ամբողջ հասարակական խոսույթը տարածվում էր միայն թշնամանքի մասին։ Կենսունակ խաղաղության ճանապարհ, այսպես բնորոշեց Ազգային ժողովի փոխնախագահը Հայաստանի իշխանության վերջին շրջանի քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, առանձնահատուկ գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ, Ռուսաստանի հետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերներ են, Չինաստանի հետ բոլորովին վերջերս կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Ճապոնիայի հետ, Հնդկաստանի հետ, Իրանի, Վրաստանի մեր հարևանների հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ, անխուսափելիորեն այս խաղաղության process-ը կբերի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր անմիջական հարևանների հետ նույնպես դիվանագիտական հարաբերությունների կնքման եւ խաղաղության հաստատման։ Խաղաղության շահառուն երկրի քաղաքացին է, պատերազմի շահառուն ընդդիմությունը եզրափակեց նախագծի զեկուցողը։ Հայտարարությունը խորհրդարանն ընդունեց սափահարություններով։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։